Մարդը մի փոքրիկ աշխարհ է։ Տեսես, հողի վրա ինչ է։ Խոտածածկն է։ Երկիր մոլորակը մարդու գլուխն է խորհրդանշում։ Իսկ խոտածածկը մարդու մազերն են։ Աչքերը լուսատուներն են, ասում է Սուրբ Գրիգոր Տաթևացին։ Լուսատուները որոնք են։ Արեգակը, լուսինը, աստղերը։ Արեգակը, լուսինը, աստղերը լուսավորում են երկիրը։ Այդպես էլ մարդու աչքերը լուսավորում են իր ճանապարհը։ Աչքի լույսով է լույսը տեսնում, իր դիմաց տեսնում։ Եվ այսպես ամբողջ մարդու կազմվածքը Աստծո կողմից մի փոքրիկ աշխարհ է։ Եվ այդ աշխարհը ունի իր օրենքները, իր ներդաշնակությունը։ Եվ եթե մարդը խախտում է աշխարհի օրենքները, ներդաշնակությունը, այն ժամանակ պատժում է։ Հա? Ինչու է այսօր ամբողջ երկրագնդի կլիման տաքացել, ջրհեղեղներ են լինում եւ եղանակների մեծ փոփոխություններ են լինում, որովհետեւ մարդը խախտում է աշխարհի ներդաշնակությունը։ Հիմա մենք էլ մի փոքրիկ աշխարհ ենք։ Մենք էլ մեր ներդաշնակությունը չպետք է խախտենք։ Մարդը միտք է, հոգի եւ մարմին։ Միտքը ղեկավարն է, կառավարն է։ Իմաստուն միտքը ճիշտ է կառավարում հոգին ու մարմինը։ Հիմա իմաստուն մարդը որին նախապատվություն պետք է տա, հոգուն թե մարմնին։ Եվ ընդհանրապես հոգին է ավելի շուտ ստեղծվել, թե մարմինը։ Եկեղեցու Սուրբ Հայրերն ասում են, որ հոգին ու մարմինը միասին են գոյացել, ոչ ոք շուտ չի ստեղծվել։ Հա? Մոր որովայնում հոգին ու մարմինը միասին գոյանում են, միասին աճում են, միասին հասակ են առնում եւ կատարյալ են դառնում։ Եվ միտքը պետք է այս հոգու մարմնի միասնությունը պահի, ներդաշնակությունը պահի։ Եվ շատ կարևոր է, որ միտքը մտածի, թե մարդու մարմինն ինչն է շարժում։ Մարդու մարմնի շարժիչ ուժն ինչ է։ Մահը երբ է գալիս։ Մահը գալիս է, երբ հոգին լքում է մարմինը։ Մահ նշանակում է մարմին առանց հոգու։ M-A-H։ Այսինքն, եթե մարմինը մարմնի շարժող ուժը հոգին է, մարմնի կենդանությունը ապահովող ուժը հոգին է, ուստի մենք հոգին պետք է կենդանացնենք, որպեսզի մարմինն էլ կենդանացնենք։ Եվ դրա մասին մեր Տերը Հիսուս Քրիստոս ավետարանում ասում է. հոգին է կենդանարար, մարմինը ինքն իրենով ոչինչ չի կարող անել։ Եթե մենք հոգու կենդանությունն ապահովում ենք, մարմինը արդեն կենդանանում է։ Բայց փորձենք հակառակ նայել։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է. մարմինը այնքան ծանրաքարշ է, այնքան գերիշխող է, այնքան թելադրող է, որ մարդիկ մտածում են անգամ, որ հոգի չունեն։ Որովհետև մարմինը թելադրող է, մարմինը մանկությունից հակված է դեպի նյութականը, դեպի աշխարհայինը, դեպի մեղքը։ Եվ միտքն էլ, երբ որ լսում ու ենթարկվում է մարմնին, այն ժամանակ հոգին սկսում է տանջվել մարդու մեջ։ Այսինքն, երբ որ մենք մարմնի թելադրանքին ենք հետևում, մարմնին ենք լսում, հոգին ակամա տանջվում է, որտեղ մարդը անասուններից կենդանիներից տարբերվում է, հոգեղեն էակ է, աստվածային պատկեր ունի իր մեջ, աստվածային նմանություն ունի, հոգին կենդանացնելով մենք մարմինն ենք կենդանացնում, իսկ հոգին ինչպես պետք է կենդանացնենք։ Եվ ընդհանրապես, ինչ է մարդու կյանքի նպատակը, ինչ է երջանկությունը, ինչ է վայելքը։ Սուրբ Գրիգոր Տաթևացին ասում է, մարդը մարմնով չի կարող վայելել,
մարմինը չունի վայելք, բայց դեռ մանկությունից երեխայի մեջ մինչև պատանեկություն եւ միգուցե ամբողջ կյանքում մարդու պատկերացումները խիստ մարմնավոր են։ Վայելքը միայն մարմնավոր է պատկերացնում, վայելելը մտածում է հանգստանալ, ուտել, խմել, մեղքեր գործել եւ այսպես շեղվում է ճշմարիտ վայելչությունից։ Մարդը մարմնավոր կարիքներ ունի, որ պետք է հոգա եւ խիստ դրանք չափավոր են, շատ չեն, ուտել, քնել, հագնել եւ մյուս կարիքները, խիստ չափավոր են դրանք։ Բայց երբ որ դու մարմնավոր կարիքներդ իմաստությամբ հոգում ես, տեսնում ես, որ մի բան դատարկ է մնում։ Այսինքն, երբ որ դու չափավորում ես մարմինդ, հասկանում ես, որ հոգիդ պետք է վայելք ապրի, հոգիդ պետք է երջանկանա։ Երբ որ դու նախապատվությունը հոգուն ես տալիս, մարմնի կարիքները չափավորվում են, բայց երբ որ դու նախապատվությունը հոգուն չես տալիս, չես գտնում քո հոգևոր ճաշակը, չես զսպում մարմինը եւ հոգևորը տեսնում ես մարմնավորի մեջ, արդեն իսկ դու խեղում ես քո հոգեկան աշխարհը, տանջվում է, չարչարվում է հոգին, չի դիմանում մարմնի թելադրանքին։ Ուրեմն, ինչպես մեր Տերն է ավետարանում ասում է, հոգին է կենդանարար, հոգին պետք է կենդանացնել, որպեսզի մարմինը կենդանանա։ Մի հետաքրքիր առակ պատմություն ձեզ ներկայացնեմ։ Մի ճգնավոր է լինում, որ իր ամբողջ կյանքը առանձնության, միայնության մեջ է ապրում։ Մարդու երես չէր ուզում տեսնել, աղոթքով իր կյանքն անցկացնում էր։ Եվ մի օր հրեշտակը երևում է նրան եւ ասում. պետք է թողնես քո առանձնությունը, քո միայնակեցությունը եւ գնաս այսինչ վայրը, այսինչ տեղում մի բորոտ կա։ Բորոտ, այսինքն հիվանդություն, որ մարմինը քայքայվում է եւ մահանում է։ Պետք է գնաս այդ բորոտին խնամք տանես։ Եվ քանի որ հրեշտակն էր նրան երևացել, չէր կարող հրեշտակի այդ պատվերը չկատարել։ Թողեց իր ճգնության վայրը, միայնակեցությունը, գնաց գտավ բորոտին։ Բորոտն էլ իր նման մի ճգնավոր էր, հասարակությունից հեռացած, որևէ մեկը չէր ուզում տեսնել նրան, որտեղ վարակիչ հիվանդություն ուներ, ուղղակի հանձնված էր բախտիքը մահաճույքին, միայնակ ապրում էր։ Եվ այս ճգնավորը գալիս է երևում եւ ասում, ես եկել եմ քեզ խնամք տանեմ։ Ասում է, ինձ ոչ ոք չի ուզում խնամք տանել, բոլորը ինձանից փախչում են, դու ինչու ես եկել ինձ խնամք տանել։ Ասում է, Տիրոջ հրեշտակն է ինձ ուղարկել քեզ մոտ։ Երբ որ Տիրոջ հրամանը լսում է բորոտը, հնազանդվում է, համաձայնում է։ Եվ այդպես ճգնավորն ու բորոտը միասին սկսում են ապրել։ Ամեն անգամ վիրակապում էր վերքերը, մաքրում էր, օգնում էր, բայց հիվանդությունը անբուժելու էր, ի վերջո մահվան էր դատապարտված բորոտը, բայց ուրիշ իմաստ խորհուրդ կար, որ ճգնավորը բորոտին օգնում էր։ Եվ եկավ այն պահը, երբ որ արդեն պետք է այս բորոտը իր մահկանացուն կնքեր, մարմին արդեն քայքայվել էր ուղղակի, հոգին պետք է դուրս գար մարմնից, եւ ճգնավորը աղոթում է, ասում է, Տեր Աստված, խնդրում եմ ինձ ցույց տուր, թե ինչպես է հոգին մարմնից դուրս գալիս։ Արդար մարդու համար, որտեղ արդար էր այդ բորոտը, ամբողջ կյանքը չարչարվել էր, նեղություն էր կրել, չէր տրտնջացել, չէր դժգոհել, չէր բողոքել, այլ սիրով տարել էր իր բաժին ընկած խաչը։ Եվ երբ հոգին դուրս գալու պահն է լինում, ճգնավորի հոգու աչքերը բացվում են, հոգին ու մարմինը սկսում են զրուցել իրար հետ։ Իհարկե սա առակավոր մի բան է, բորոտի հոգին ու մարմինը սկսում են զրուցել։ Հոգին շնորհակալություն է հայտնում մարմնին, ասում. շնորհակալ եմ քեզանից, որ դու դիմացար այդ ծանր հիվանդությանը, այդ նեղությունները ու դժվարությունները կրեցիր, որ միշտ հնազանդվեցիր ինձ,
Իսկ մարմինը հոգուն է շնորհակալություն հայտնում, ասում է շնորհակալ եմ քեզանից, որ դու չտրտնջացիր, չդժգոհեցիր, չբողոքեցիր, դու ինձ զորացրիր այս հիվանդության մեջ, եւ մենք միասնաբար հաղթահարեցինք մեր խաչի ճանապարհը, մեղություններն ու դժվարությունները միասնաբար հաղթահարեցինք եւ հիմա ուրախությամբ ու երջանկությամբ միմյանց շնորհակալություն հայտնելով խաղաղությամբ հոգին ավանդում է որոտը եւ այդպես գնում առ Աստված։ Այսինքն ինչ է նշանակում հոգու եւ մարմնի ներդաշնակություն, հոգու եւ մարմնի շնորհակալություն։ Մենք այդպես պետք է անենք, որ մեր մարմինը մեր հոգուն շնորհակալություն հայտնի եւ մեր հոգին էլ մեր մարմնին շնորհակալություն հայտնի։ Երբ որ մարմինը առողջ լինի, իմաստուն ձևով ապրի, ժուժկալ լինի, չափավոր լինի ամեն ինչի մեջ, ապա մարմինը առողջ կլինի։ Երբ որ հոգին աղոթքի, պահք պահի մարմնի հետ միասին, Տիրոջ մարմինն ու արյունը ճաշակի սուրբ հաղորդություն ստանա, անժամանակ հոգին շնորհակալ կլինի մարմնին։ Այսինքն Աստծո պատվիրանները մենք կատարելով հոգու եւ մարմնի ներդաշնակություն, խաղաղություն կունենանք եւ ուրախ, երջանիկ, շնորհակալ կյանք կապրենք։ Ամեն